Երբ Էրեբունի բժշկական կենտրոնի արխիվից հանեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կազմված բժշկական փաստաթուղթը, Կարեն Դեմիրճյանի առավոտյան կատարված ստուգման արձանագրությունը երրորդ էջը բացակայում էր։ Այն էջը, որտեղ գրանցված էին այցելուներ, մարդիկ, որոնք տեսել էին նրան վերջին անգամ նախօլոք պլանավորված խորհրդակցության ժամանակ։ Այն էջը, որը պետք է պարունակեր անունները։ Թուղթը դեղնած էր, անկյունները մաշված, իսկ վրա կարմիր կնիքի տեղում նոր շառավիղ, կարծես ինչ-որ մեկը փորձել էր ջնջել հետքերը, բայց ամենադիվանագիտական էր ուրիշ բանը։ Փաստաթուղթը կազմվել էր ճիշտ 6 ժամ առաջ, քան այն ակնթարթը, երբ պարլամենտի դահլիճում վերջին գնդակը գտավ իր թիրախը։ Ինչու այս փաստաթուղթը չի քննարկվել երբևէ պաշտոնապես։ Ինչու է բացակայում այն հենց այն էջը, որը պարունակում էր անուններ։ Եվ ամենակարևորը, ով գիտեր այս թղթի մասին մինչև այժմ, բացի երկու արխիվավարներից, որոնք խոսեցին միայն 2 տարի անց, թաքնված անուններով։ 22 տարի։ Ուղիղ 22 տարի Ռիման Դեմիրճյանը ապրեց այդ վերջին էջի հետ, որը չէր կարող կարդալ, բայց գիտեր, այն գոյություն ունի։ Նրա տունը Երևանի կենտրոնում հին շենքերից մեկում վերածվել էր թանգարանի, որտեղ ամեն առարկա պատմում էր պատմություն։ Բայց այնտեղ աշխատող կինը, 60-րդ տարեկան Մարինեն, ով 35 տարի լվացել էր այդ տան հատակները, 2003 թվականի իր անանուն հարցազրույցում պատմեց ուրիշ բան։ Տիկին Ռիման երբեք չէր ցույց տալիս արցունքները, ասում էր նա։ Բայց Մարինեն տեսել էր ավելին, քան պետք էր տեսնել մի տնային աշխատողի։ Նա տեսել էր, թե ինչպես է Ռիման Դեմիրճյանը յուրաքանչյուր առավոտ ճիշտ 6 ժամին նստում գրասեղանի առ եւ բացում կարմիր թղթապանակը, որը ոչ ոք չէր կարող դիպչել։ Եվ նա տեսել էր, թե ինչպես են Ռիման աչքերում երևում ոչ թե արցունքները, այլ մի անդունդ, որը ներսից լցված էր մի բանով, որի համար դեռ չկար անուն։ Մարինեն պատմում էր նաև, որ Ռիման հազվադեպ էր հյուրեր ընդունում, բայց երբ ընդունում էր, դրանք միշտ լինում էին տարօրինակ մարդիկ։ Անհայտ տղամարդիկ, ովքեր չէին ներկայանում, մուտք էին գործում գիշերը եւ հեռանում առավոտից առաջ։ Մարինեն մի անգամ լսել էր, թե ինչպես է տիկին Ռիման բարձրաձայն խոսում ինչ-որ մեկի հետ, իսկ ձայնը, տղամարդու խորը ձայնը, պատասխանում էր հայերեն բարհարուստ, բայց արտասանությունը ծայրահեղ ռուսական էր։ Արդյոք դա էր այդ մարդը, ով գիտեր բացակայող էջի մասին։ Եթե գիտեր, ապա ինչու չէր բացահայտում։ Եվ ինչու Ռիման Դեմիրճյանը, ով երկար տարիներ դասավանդել էր պոլիտեխնիկական համալսարանում եւ սովորեցրել էր հարյուրավոր ուսանողների հստակ եւ փաստարկված մտածել, հենց այդ գիշերները թողնում էր փաստաթղթերը բաց գրասեղանի վրա, կարծես ակնհայտորեն սպասելով, որ ինչ-որ մեկը տեսնի դրանք։ Հարցեր կային շատ, պատասխաններ քիչ, բայց մեկ բան հստակ էր։ Այս պատմությունը սկսվում է ոչ թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պարլամենտի դահլիճում արյուն թափվեց, այլ շատ առաջ, այն օրը, երբ Կարեն Դեմիրճյանը, Հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, տուն վերադարձավ ու իր կնոջն ասաց մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Այդ օրվանից Ռիման Դեմիրճյանը դարձավ ոչ միայն պետական գործչի կինը, այլ նաև փակ դռների հետևում ապրող կինը, ով յուրաքանչյուր խոսք եւ յուրաքանչյուր սկիզբ էր ենթարկում խստագույն ինքնագրաքննության, որովհետև դա կարող էր արժանալ կյանք։ Այս պատմությունը ունի շատ մասնակիցներ, բայց միայն մեկը իր հետ տարավ բոլոր գաղտնիքները անդին՝ Ռիման Դեմիրճյանը, ով մահացավ 2021 թվականի դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում Էրեբունի բժշկական կենտրոնում։ Նույն այն կենտրոնում, որտեղ երբեմն պահպանվում էր այդ բաց թողնված էջով փաստաթուղթը։ Պատահակ է, թե դա վերջին հաղորդագրությունն էր մեզ, այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ ճշմարտությունը այդ կնոջ մասին, ով երբեք չցույց տվեց իր արցունքները, բայց ապրեց պատմության ամենախավար տասնամյակներում, երբ Հայաստանը անցնում էր մի ճգնաժամից մյուսը, իսկ նա, Ռիման Դեմիրճյանը, մնում էր ստվերում, որտեղ երբեմն ստվերները իսկապես տեսնում են ամեն ինչ։ 1972 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը դեռ էր պարզապես Երևանի քաղաքային կոմիտեի քարտուղար, տան մեջ արդեն հասկանալի էր, նրա ուղին դեպի վեր է շարունակվելու։ Մարինեն, ով այդ ժամանակ նոր սկսել էր աշխատել Դեմիրճյանների տանը, հիշում է այն տարօրինակ մանրամասնությունը, որը հիմա թվում է բանալի։ Կարեն Սերոբին երբեք չէր խոսում իր գործերի մասին նախապես, ասում էր Ռիման յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ հարցազրույցում հարցնում էին, ինչպես էր նա տեղյակ լինում ամուսնու քաղաքական քայլերին։ Բայց Մարինեն գիտեր ավելին։ Նա տեսել էր, թե ինչպես է Ռիման Դեմիրճյանը երեկոյան ժամը 9-ը շտապում էր փակել բոլոր պատուհանները, նույնիսկ ամռանը, երբ տունը դարձել էր անտանելի շոկ։
Եվ նա լսել էր, թե ինչպես է Ռիման ասում ամուսնուն, եթե տեղեկատվությունն արտահոս կունենա, դա կազդի քո որոշումների վրա։ Այս նախադասությունը Մարինեն լսել էր 3 անգամ, երրորդը 1974 թվականի հունվարին, ճիշտ մի քանի օր առաջ, քան Կարենը պաշտոնապես նշանակվեր Հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնանում։ Այդ պաշտոնը բերեց ոչ միայն իշխանություն, այլև մի բացարձակ փոփոխություն Դեմիրճյանների կյանքի եղանակում։ 1974 թվականից 1988 թվական դրանք էին այն տարիները, երբ Կարեն Դեմիրճյանը կառավարում էր Հայաստանը իբրև առաջին քարտուղար, իսկ Ռիմանը դառնում էր անտեսանելի ուժը նրա հետևում։ Բայց այստեղ է, որ պատմությունը սկսում է իր տարօրինակ շեղումները։ Մարինեն պատմել է մի դետալ, որը չի հրապարակվել երբևէ պաշտոնապես։ Նա հիշում է, թե ինչպես էր Կարենը շատ վախենում, որ իր հաջողությունները չվերածեն նրա գլուխը, եւ ինչպես էր Ռիման Դեմիրճյանը կատարում մի խնդիր՝ լինել այն ընտանեկան հակադիրը, ով քննադատում էր նրա որոշումները, չնայած հանրային հավանությանը։ Բայց ինչու։ Ինչու մի հանրահայտ պետական գործիչը, ով հանդես էր գալիս հարյուրավոր հազարավոր մարդկանց առջև, պետք էր իր կնոջից լսեր քննադատությունը։ Արդյոք դա էր վախի արտահայտությունը, թե Ռիման Դեմիրճյանի պատրաստումը ապագա իրադարձությունների համար, որոնք դեռևս չէին եկել։ Եվ հենց այստեղ է առաջանում առաջին տարօրինակությունը, որը կապված է ֆինանսական հարցերի հետ։ 1975 թվականից Կարեն Դեմիրճյանն անցկացրեց մի շարք ռեֆորմներ, որոնք վերեցին Հայաստանի տնտեսական աճին։ Բայց Մարինեն պատմում է մի այլ պատմություն, որ Ռիման Դեմիրճյանը խստիվ վերահսկում էր տան ծախսերը։ Նա հաշվարկում էր յուրաքանչյուր ռուբլին, ասում էր Մարինեն, եւ դա ճիշտ այն ժամանակ, երբ Սովետական միության բարձրաստիճան պաշտոնյաները ապրում էին մի ռեժիմում, որտեղ ամեն ինչ հասանելի էր։ Եթե հավատանք Մարինեի հիշողություններին, Ռիման Դեմիրճյանը երբեք չի թույլ տվել, որ նրանց տունը դառնա այն թանկարժեք առաջարկությունների մի հավաքածու, որը բնորոշ էր նույն իշխանության մակարդակի այլ ընտանիքներին։ Նա խոսում էր այդ մասին բաց, ասելով, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաների պորթիները կյանքը վատնում են, բայց նրանց որդիները այլ կերպ էին դաստիարակվել։ Սա վկայակոչում է մի իդեալիստական տեսակետի, բայց արդյոք դա լիովին ճշմարտություն էր։ Հենց այստեղ պետք է մտնենք մի շատ նրբագեղ հարց։ Ինչը նշանակում է խստություն այն ժամանակ, երբ քո ամուսինը պաշտոնապես ղեկավարում է մի համայն հանրապետություն։ Մարինեն պատմում է, որ Դեմիրճյանների որդիները դաստիարակվել էին խստության մեջ։ Բայց ինչ տեսակ խստություն։ Նրանց որդիները հաճախում էին լավագույն դպրոցներ, ուսանում էին լավագույն համալսարաններում։ Նրանք ունեին հնարավորություններ, որոնք պարզապես անհասանելի էին միջին սովետական քաղաքացու համար։ Այսպիսով, երբ Ռիման Դեմիրճյանը խոսում էր խստության մասին, արդյոք նա նկատի ուներ բարոյական խստություն, թե պարզապես փորձում էր ստեղծել մի պատկեր, որը կանխարգել էր հասարակական քննադատությունը։ Եվ ինչու այս հարցը այնքան կարևոր էր նրա համար, որ նա խոսեց այդ մասին անգամ տարիներ անց, երբ Կարենը արդեն մահացել էր։ Բայց գուցե ամենաերևացող հարցը այն է, ինչպես է մի կին, ով երկար տարիներ դասավանդել էր պոլիտեխնիկական համալսարանում եւ սովորեցրել էր ուսանողներին ճշգրտությանը եւ ճշմարտաբանությանը, կարողանում էր ապրել մի կյանք, որտեղ յուրաքանչյուր խոսք պետք էր ենթարկվեր գրաքննության։ Մարինեն հիշում է մի դեպք, երբ Ռիման Դեմիրճյանը վերադարձավ համալսարանից եւ մի ժամ նստեց խոհանոցի սեղանի մոտ լռել-լայն։ Երբ Մարինեն հարցրեց, թե արդյոք ամեն ինչ կարգին է, Ռիման պատասխանեց. «Այսօր ես նույնիսկ չկարողացա պատասխանել ուսանողի հարցին, որովհետև գիտեի, իմ պատասխանը կարող է սխալ մեկնաբանվել»։ Դա կարող էր լինել պարանոյայի արտահայտություն, բայց Մարինեի հավաստմամբ Ռիման Դեմիրճյանը երբեք չէր թելադրել պարանոյայի տպավորություն։ Նա միշտ հսկվածությամբ էր խոսում, բայց ոչ վախճանված։ Արդյոք ավելի մեծ ուժը Հայաստանում այդ տարիներին Կարենն էր, թե Ռիմանը, ով հսկում էր նրա յուրաքանչյուր քայլը եւ ապահովում էր, որ նա չկորցնի գլուխը իր իսկ հաջողություններից։ Եվ եթե Ռիման իրոք այդքան ուժեղ էր, ապա ինչու նա չկարողացավ կանխել այն, ինչ պատահեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ 2019 թվականի մայիսին, ճիշտ 2 տարի առաջ, քան Ռիման Դեմիրճյանը մահանար, մի անծանոթ անձնավորություն այցելեց նրա տունը։ Մարինեն հիշում է այդ օրը շատ հստակ, որովհետև այդ մարդը ներկայացավ որպես իրավաբան։ Բայց նրա պահվածքը խոսում էր այլ բանի մասին։ Նա բերեց իր հետ մի դարակ, որտեղ այդ կարմիր թղթապանակն էր, նույնը, որը Ռիման Դեմիրճյանը բացում էր յուրաքանչյուր առավոտ ժամը 6-ին։ Իրավաբանը մնաց տանը 1 ժամ 30 րոպե։ Մարինեն չլսեց խոսակցությունը, բայց նա տեսավ, թե ինչպես է այդ մարդը հեռանալուց առաջ հանձնում Ռիմանին մի փոքրիկ անծանոթ գործարկման բանալի, այն տեսակը, որը օգտագործվում է պահատուփերի համար։
Ինչու իրավաբանը պետք է տար պահատուփի բանալի 85 տարեկան կնոջը, ով բազմաթիվ տարիներ արդեն փակվել էր տան մեջ եւ ապրում էր միայն իր հիշողություններով։ Այդ օրից հետո Ռիման Դեմիրճյանը սկսեց գրել։ Մարինեն հիշում է, որ նա 1 ամիս անընդմեջ գրում էր, ամեն առավոտ ժամը 6-ից մինչև 3 ժամը կեսօրին։ Նա գրում էր ձեռքով, 20 էջանոց դավանաթղթերի վրա, որոնք տպագրված էին 1998 թվականում։ Ինչու 1998 թվականի թուղթ։ Արդյոք դա պատահական էր, թե դա նշանակում էր ինչ-որ բան ավելին։ 1998 թվականը դա այն տարին էր, երբ Կարեն Դեմիրճյանը հեռացվեց Հայկական Լենինիստյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից Ղարաբաղյան շարժման ճնշման պատճառով։ Դա այն տարին էր, երբ ամեն ինչ փոխվեց, երբ Կարենը կորցրեց իր ամենամեծ իշխանությունը եւ դարձավ Արմէլեկտրոմաշինա բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն։ Դա այն տարին էր, որից սկսեց նրանց մեկուսացված կյանքը, որն ավարտվելու էր միայն 1999 թվականի ահավոր օրը։ Մարինեն փորձեց մի անգամ կարդալ այն, ինչ Ռիման գրել էր այդ էջերում, բայց նա հասցրեց տեսնել միայն մի քանի նախադասություն, մինչև Ռիման վերադառնար սենյակ։ Այդ նախադասությունները խոսում էին մի մարդու մասին, ում անունը Մարինեն չճանաչեց, բայց նկարագրությունը բավականին հստակ էր։ Նա միշտ էր նստում սեղանի աջ ծայրում, երբ տանը էր հյուր գալիս, որպեսզի լսեր բոլոր խոսակցությունները, բայց ինքը չխոսեր։ Արդյոք սա նկարագրում էր ինչ-որ մեկին, ով ներկա էր Դեմիրճյանների տան մեջ այդ տարիներին։ Եթե այո, ապա ինչու նրա անունը չի հիշատակվում Ռիման Դեմիրճյանի ոչ մի հրապարակային հարցազրույցում։ Եվ եթե այդ մարդը իրոք գոյություն ուներ, արդյոք նա ունի որևէ կապ այն իրավաբանի հետ, ով այցելեց 2019 թվականի մայիսին։ Այդ էջերը երբեք չեն հայտնվել։ Ռիման Դեմիրճյանը տարավ դրանք իր հետ, երբ 2021 թվականի դեկտեմբերի 19-ը զգաց, որ իր կյանքը հասնում է վերջին գլխին։ Բայց մի բան, որը Մարինեն չգիտեր այդ ժամանակ, դա այն էր, որ Ռիման Դեմիրճյանի բժշկական պատմությունը պարունակում էր մի գերմի գաղտնիք, որը բացահայտվեց միայն նրա մահից 2 ամիս հետո։ 2022 թվականի փետրվարի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնի արխիվում աշխատող Անի Հարությունյանը կատարեց մի ռուտին ստուգում Ռիման Դեմիրճյանի վերջին բժշկական փաստաթղթերի համար։ Այն, ինչ նա գտավ, հակասում էր պաշտոնական վարկածին։ Ռիման Դեմիրճյանի մահվան վկայականում գրված էր սրտի անբավարարություն, բայց Անի Հարությունյանը բացահայտեց, որ վերջին 3 ամսվա ընթացքում Ռիման Դեմիրճյանը ընդունվել էր հիվանդանոց 3 անգամ, 3 տարբեր ախտորոշումներով։ Առաջին անգամ 2021 թվականի սեպտեմբերի 12-ին նրան բերեցին շտապ օգնության մեքենայով, ծանր շնչառություն եւ կուրծքի ցավեր ախտորոշմամբ։ Բայց բժիշկները, ովքեր ստուգեցին նրան, գրանցեցին մի տարօրինակ մանրամասն։ Հիվանդը հրաժարվում է խոսել իր ախտանիշների մասին եւ պնդում է, որ ամեն ինչ կարգին է։ Երկրորդ անգամ, հոկտեմբերի 27-ին, ճիշտ 12 տարի անց Կարենի մահից, Ռիմանը կրկին ընդունվեց հիվանդանոց։ Այս անգամ ախտորոշումը լրիվ այլ էր։ Նյարդային ընկճվածություն եւ հնարավոր սթրեսային պսիխոզ։ Երրորդ անգամ, դեկտեմբերի 19-ը, երբ նա վերջին անգամ մտավ հիվանդանոց, որտեղից նա արդեն երբեք չվերադարձավ։ Բայց ամենադիվանագիտական էր այն փաստաթուղթը, որը գտավ Անի Հարությունյանը։ Դա էր Ռիման Դեմիրճյանի անձնական բժշկական թերթիկը, որտեղ գրված էր. Հիվանդը պահանջում է, որ բոլոր բժշկական ախտորոշումները մնան գաղտնի եւ չհրապարակվեն նույնիսկ նրա մահից հետո։ Ինչու։ Ինչու մի 88 տարեկան կին, ով արդեն 22 տարի ապրել էր մեկուսացված, կխնդրեր, որ իր բժշկական տվյալները մնան գաղտնի։ Արդյոք նա վախենում էր, որ դրանք կբացահայտեն ինչ-որ բան ավելին, քան պարզապես նրա ֆիզիկական վիճակը։ Անի Հարությունյանը, ով հարցազրույց տվեց մի փակ հետազոտական խմբի, պատմեց մի այլ տարօրինակ դետալ։ Նա ասաց, որ երբ Ռիման Դեմիրճյանը ընդունվեց հիվանդանոց վերջին անգամ, դեկտեմբերի 19-ը, նրա սրտի ռիթմը կանգ առավ 3 անգամ։ Յուրաքանչյուր անգամ բժիշկները կարողացան վերականգնել նրան, բայց յուրաքանչյուր վերականգնումից հետո Ռիման Դեմիրճյանը բացում էր աչքերը եւ ասում էր նույն բառերը. դեռ ժամանակը չի հասել։ Անի Հարությունյանի հավաստմամբ բժիշկները մտածում էին, որ սա պարզապես դելիրիումի արտահայտություն է, բայց նա ինքը համոզված էր, որ Ռիման Դեմիրճյանը սպասում էր ինչ-որ բանի։ Մեկ օր անց, երբ Ռիման Դեմիրճյանի սիրտը կանգնեց 4-րդ անգամ, բժիշկները այլևս չկարողացան վերականգնել նրան։ Դա տեղի ունեցավ դեկտեմբերի 21-ին ժամը 75 րոպեին։ Բայց Անի Հարությունյանը հիշում է մի տարօրինակ մանրամասնություն։ Ճիշտ մահից 20 րոպե առաջ Ռիման Դեմիրճյանը խնդրեց բժշկին բերել թուղթ եւ գրիչ։ Նա գրեց մի քանի տող,
դրեց թուղթը իր գրպանի մեջ եւ ասաց բժշկին. «Հիմա կարող եմ գնալ»։ Այդ թուղթը երբեք չի գտնվել։ Երբ Ռիման Դեմիրճյանի մարմինը տեղափոխվեց մորգ, նրա գրպանը դատարկ էր։ Արդյոք Ռիման Դեմիրճյանը գիտեր իր մահվան մասին նախապես։ Արդյոք նա սպասում էր որևէ հատուկ օրվա։ Դեկտեմբերի 21-ը դա ձմեռային արևադարձի օրն է, ամենակարճ օրը տարվա մեջ։ Դա նաև այն օրն է, երբ հին Հայաստանում նշում էին Քրստան տոնը, նոր ծննդյան խորհրդանիշը։ Արդյոք Ռիման Դեմիրճյանը ընտրեց այս օրը միտումնավոր։ Եթե այո, ապա ինչու։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այն թղթում, որը նա տարավ իր հետ գերեզման։ Անցեղ Սարգսյանը, ով ապրում էր Դեմիրճյանների հարևանությամբ 35 տարի, հարցազրույց տվեց 2022 թվականի մարտին, 2 ամիս անց Ռիման Դեմիրճյանի մահից։ Նրա պատմությունը բացահայտեց մի լրիվ այլ դեմք Ռիման Դեմիրճյանի մասին, այն դեմքը, որը երբեք չի տեսնվել հանրային կամերաների առջև։ Ես 15 տարի ապրել եմ նույն շենքում տիկին Ռիմայի հետ, սկսում է Անցեղ Սարգսյանը իր պատմությունը, բայց նա երբեք չէր բարևում ինձ, ոչ մի անգամ։ Սկզբում ես մտածում էի, որ նա ինձ չի ճանաչում, բայց հետո հասկացա, նա երբեք չէր բարևում ոչ ոքի։ Անցեղ Սարգսյանը պատմում, որ Ռիման Դեմիրճյանը յուրաքանչյուր առավոտ ժամը 6-ին դուրս էր գալիս իր բնակարանից եւ քայլում էր դեպի մոտակա պարկ։ Նա կատարում էր իր առավոտյան զբոսանքը ճիշտ 30 րոպե, ապա վերադառնում էր տուն։ Բայց ամբողջ այդ ժամանակ նա չէր նայում ոչ ձախ, ոչ աջ։ Նա չէր խոսում ոչ ոքի հետ։ Նա կարծես ապրում էր իր սեփական աշխարհում, որտեղ ուրիշները պարզապես չէին գոյություն։ Բայց Անսերմ Սարգսյանը հիշում է մի դեպք, որը փոխեց նրա կարծիքը Ռիման Դեմիրճյանի մասին։ Դա տեղի ունեցավ 2011 թվականի հոկտեմբերի 27-ին, ճիշտ 12 տարի անց Կարենի մահից։ Այդ առավոտ Անսերմ Սարգսյանը տեսավ, թե ինչպես է Ռիման Դեմիրճյանը կանգնած իր բնակարանի դռան առջև, արցունքներով աչքերով։ Սա առաջին անգամն էր, երբ Անսերմը տեսնում էր նրան լացող։ Նա մոտենալով հարցրեց. «Արդյոք ամեն ինչ կարգին է»։ Ռիման Դեմիրճյանը նայեց նրան եւ ասաց. «Այսօր 12 տարի է»։ Ապա նա մտավ իր բնակարան եւ փակեց դուռը։ Դա վերջին անգամն էր, երբ Անսերմ Սարգսյանը լսեց Ռիման Դեմիրճյանի ձայնը հանրային տարածքում։ Բայց ավելի տարօրինակ էր այն, ինչ Անսերմ Սարգսյանը պատմեց հետազոտական խմբին։ Նա ասաց, որ 2011 թվականից սկսած Ռիման Դեմիրճյանի բնակարանից սկսեցին լսվել տարօրինակ հնչյուններ։ Դա կարծես ինչ-որ մեկը խոսում էր բարձրաձայն, ասում է Անսերմը, բայց ձայնը չէր նման տիկին Ռիմայի ձայնին։ Դա տղամարդու ձայն էր, խորը եւ հստակ։ Անսերմը մտածում էր, որ գուցե Ռիման Դեմիրճյանը լսում է ռադիո կամ հեռուստացույց, բայց հետո նա հասկացավ, ձայնը միշտ սկսվում էր ճիշտ կեսգիշերին եւ տևում էր ճիշտ 30 րոպե։ Եվ ամենատարօրինակը, ձայնը միշտ ասում էր նույն բառերը. «Դու պետք է պատասխանես, Ռիման, դու պետք է պատասխանես»։ Արդյոք Ռիման Դեմիրճյանը խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Եթե այո, ապա ով էր այդ մարդը։ Եվ ինչու այդ խոսակցությունները տեղի էին ունենում միայն կեսգիշերին։ Անսերմ Սարգսյանը փորձեց մի անգամ հարցնել այդ մասին Մարինեին, Դեմիրճյանների տնային աշխատողին։ Բայց Մարինեն պատասխանեց մի նախադասությամբ, որը դարձավ առեղծված Անսերմի համար։ Տիկին Ռիման երբեք մենակ չէ։ Նա միշտ խոսում է նրանց հետ, ովքեր մեկել են։ Այս նախադասությունը ստիպեց Անսերմ Սարգսյանին մտածել, թե արդյոք Ռիման Դեմիրճյանը կորցրել էր իր մտավոր առողջությունը։ Բայց նրա պահվածքը ցերեկային ժամերին ամենևին չէր խոսում մտավոր խնդիրների մասին։ Նա շարունակում էր իր առավոտյան զբոսանքները, շարունակում էր պահել իր տունը ամբասիր կարգի մեջ, շարունակում էր ընդունել հյուրեր, թեև հազվադեպ։ Անսերմը հիշում է, որ վերջին տարիներին Ռիման Դեմիրճյանի բնակարան եկան միայն 3 մարդ, 2 կին եւ 1 տղամարդ։ Կանայք էին անծանոթներ, բայց տղամարդը էր նույն իրավաբանը, ով այցելեց 2019 թվականին։ Անսերմ Սարգսյանը հիշում է նաև մի այլ տարօրինակ դեպք։ 2018 թվականի նոյեմբերի 12-ին, երբ նա վերադառնում էր աշխատանքից, նա տեսավ Ռիման Դեմիրճյանին կանգնած շենքի մուտքի դիմաց, նայելով դեպի երկինք։ Անսերմը կանգ առավ եւ հարցրեց. «Արդյոք ամեն ինչ կարգին է»։ Ռիման Դեմիրճյանը շարունակեց նայել երկինք եւ ասաց. «Նրանք վերադառնում են»։ Երբ Անսերմը հարցրեց. «Ով է վերադառնում», Ռիմանը պարզապես ժպտաց եւ մտավ շենք։ Այդ ժպիտը Անսերմը երբեք չէր տեսել նախկինում։ Դա մի տարօրինակ ժպիտ էր, որը միաժամանակ արտահայտում էր երջանկություն եւ ցավ։ Բայց թերևս ամենակարևոր վկայությունը, որը Անսերմ Սարգսյանը տվեց,
Վերաբերում էր այն գրքին, որը Ռիման Դեմիշճյանը միշտ կրում էր իր հետ։ Անսեղմը հիշում է, որ ամեն անգամ, երբ Ռիման Դեմիշճյանը դուրս էր գալիս իր բնակարանից, նա ուներ մի փոքր սև գիրք իր ձեռքում։ Այդ գիրքը երբեք չէր հեռանում նրանից։ Անսեղմը մի անգամ տեսավ, թե ինչպես է Ռիման Դեմիշճյանը նստում պարկի նստարանի վրա եւ բացում այդ գիրքը։ Նա կարդում էր այն 5 րոպե, ապա փակում եւ շարունակում իր զբոսանքը։ 2021 թվականի դեկտեմբերի 19-ը, երբ շտապ օգնությունը տալավ Ռիման Դեմիշճյանին հիվանդանոց, այդ սև գիրքը չկար նրա մոտ։ Անսեղմը նշում է, որ պարամեդիկները գտան միայն կարմիր թղթապանակ, բայց սև գիրքը բացակայում էր։ Այս սև գիրքը դարձավ մի իառեղծված, որը մնաց անլուծված։ Որն էր այն։ Արդյոք դա ինչ-որ օրագիր էր, թե ինչ-որ բանի հիշեցում, եւ ամենակարևորը, ուր անհետացավ այն։ Անսեղմ Սարգսյանը համոզված է, որ Ռիման Դեմիրճյանը գիտեր իր մահվան մասին նախապես եւ թաքցրեց այդ գիրքը մի վայրում, որտեղ այն կարող է գտնվել միայն նրանց կողմից, ովքեր իսկապես փնտրում են ճշմարտությունը։ Նունե Ավագյանը, ով էր Ռիման Դեմիրճյանի հեռավոր ազգական եւ հազվադեպ այցելում էր նրան, պատմեց մի պատմություն, որը ստիպում է վերանայել ամեն ինչ, ինչ մենք գիտենք Ռիման Դեմիրճյանի վերջին օրերի մասին։ Նունե Ավագյանը հարցազրույց տվեց 2022 թվականի ապրիլին, եւ նրա պատմությունը հնչում է ավելի շուտ որպես առասպել, քան իրականություն։ Բայց Նունեն պնդում է, որ ամեն ինչ, ինչ նա պատմում է, ճշմարտություն է։ 2021 թվականի դեկտեմբերի 19-ը, երբ Նունեն ստացավ հեռախոսազանգ Մարինեից, Դեմիշճյանների տնային աշխատողից, նրան ասվեց, որ Ռիման Դեմիշճյանը ցանկանում է տեսնել նրան։ Սա տարօրինակ էր, որովհետև Ռիման Դեմիրճյանը վերջին 10 տարիներին հազվադեպ էր հրավիրում ինչ-որ մեկին։ Նունեն անմիջապես գնաց Դեմիշճյանների տուն եւ տեսավ մի տեսարան, որը երբեք չէր մոռանա։ Ռիման Դեմիշճյանը նստած էր իր սենյակում, հագած սպիտակ զգեստ։ Մի հագուստ, որը Նունեն երբեք չէր տեսել նրա վրա։ Սենյակում բոլոր վարագույրները բաց էին եւ արևի լույսը լցնում էր ամբողջ տարածությունը։ Ռիման Դեմիշճյանը նայում էր պատուհանից դուրս եւ ժպտում։ «Դու տեսնում ես նրան», հարցրեց նա Նունեին չշրջվելով։ Նունեն մոտեցավ պատուհանին եւ նայեց դուրս, բայց չտեսավ ոչինչ անսովոր։ «Որը», հարցրեց նա։ Ռիման Դեմիշճյանը մատնացույց արեց դեպի ծառ, որը կանգնած էր շենքի բակում։ Նունեն տեսավ մի սպիտակ աղավնի, որը նստած էր ճյուղի վրա։ «Դա նա է», ասաց Ռիման Դեմիշճյանը։ «Նա եկել է ինձ համար»։ Նունեն չհասկացավ, թե ինչ է նկատի ունենում Ռիման, բայց նա տեսավ, որ Ռիման Դեմիշճյանի աչքերում կա մի խաղաղություն, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Այդ պահին Նունեն զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նա փորձեց հարցնել, թե արդյոք Ռիմանը լավ է զգում, բայց Ռիմանը պարզապես շարունակեց նայել այդ սպիտակ աղավնուն։ 5 րոպե անց Ռիման Դեմիշճյանը շրջվեց Նունեի կողմն ու ասաց. «Ես պետք է քեզ ինչ-որ բան պատմեմ»։ Նա նստեցրեց Նունեին սեղանի մոտ եւ սկսեց պատմել մի պատմություն, որը Նունեն երբեք չէր լսել նախկինում։ Ռիման պատմեց, որ երբ Կարենը սպանվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, նա տեսավ մի տեսիլք։ Այդ տեսիլքում Կարենը կանգնած էր նրա առջև, հագած սպիտակ շապիկ եւ ասում էր մի նախադասություն, որը Ռիման երբեք չմոռացավ. «Երբ սպիտակ աղավնին գա, դուք իմանաս, որ ժամանակն է վերադառնալ»։ Նունեն լսում էր այս պատմությունը չհամարձակվելով շեղել Ռիմանին։ Ռիման շարունակեց պատմել, որ բոլոր այս տարիները նա սպասել է այդ սպիտակ աղավնուն։ Նա գիտեր, որ երբ դա տեղի ունենա, նա պետք է պատրաստ լինի հեռանալ։ Երբ Կարեն Դեմիրճյանը դարձավ Հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1974 թվականին, նրա մարմինը սկսեց փոխվել։ Ոչ թե տարիքի պատճառով, նա ընդամենը 42 տարեկան էր, այլ իշխանության ֆիզիոլոգիայի պատճառով։ Դա այն բանն է, ինչի մասին Ռիման Դեմիրճյանը երբեք չխոսեց հրապարակավ, բայց ինչի մասին նա պատմեց Նունե Ավագյանին այդ վերջին հանդիպման ժամանակ։ Իշխանությունը ֆիզիկական բեռ է, ասում էր Ռիման։ Դու տեսնում ես, թե ինչպես է մարդու մարմինը սկսում հարմարվել այն իրականությանը, որ յուրաքանչյուր նրա բառը կարող է փոխել հազարավոր մարդկանց կյանքը։ Նրա խոսքերով, Կարենի սիրտը սկսեց տարօրինակ աշխատել 1975 թվականից։ Ոչ թե նա հիվանդ էր։ Բժիշկները ստուգեցին նրան եւ ասացին, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց նկատվեց, որ Կարենի սիրտը սկսեց տարօրինակ բաբախել յուրաքանչյուր անգամ, երբ նա պետք է կայացներ կարևոր որոշում։ Մարինեն, տնային աշխատողը, հաստատեց այս պատմությունը իր անանուն հարցազրույցում։ Նա հիշում է, որ Կարեն Դեմիրճյանը յուրաքանչյուր առավոտ ճիշտ ժամը 5-ին արթնանում էր եւ անմիջապես դնում էր ձեռքը իր կրծքավանդակի վրա։ Նա նստում էր անկողնում 3 րոպե, լռելի այն, եւ Ռիման Դեմիրճյանը նստում էր նրա կողքին, նույնպես լռելի այն։ Մարինեն մի անգամ հարցրեց Ռիմանին. «Ինչու են նրանք այդպես անում»։
Պատասխանը հնչեց։ Նա հաշվում է իր սրտի բաբախումները։ Եթե դրանք ավելի քան 70 են րոպեում, նա գիտի, այսօր կլինի դժվարոր։ Բայց ավելի տարօրինակ էր այն, ինչ Ռիման պատմեց Նունե Ավագյանին։ Ըստ նրա, Կարենը սովորեցրել էր իր սիրտը խոսել իր հետ։ Երբ նա պետք է կայացնել որոշում, որը կարող էր ազդել հազարավոր մարդկանց վրա, նա նստում էր իր գրասեղանի մոտ, փակում աչքերը եւ լսում իր սրտի բաբախումները։ Եթե սիրտը բաբախում էր հավասարաչափ, նա գիտեր, որ որոշումը ճիշտ է։ Եթե սիրտը սկսում էր անկանոն բաբախել, նա հետաձգում էր որոշումը։ Այս մեթոդը կարող է թվալ անհավատալի, բայց Ռիման Դեմիրճյանը պնդում էր, որ դա աշխատում էր։ Նա հիշեց մի դեպք, որը տեղի ունեցավ 1976 թվականին։ Կարենը պետք է որոշեր, արդյոք հաստատել մի խոշոր արդյունաբերական նախագիծ, որը կարող էր բերել հազարավոր աշխատատեղեր, բայց միաժամանակ կարող էր վնասել շրջակա միջավայրին վայրին։ Նա նստեց իր գրասեղանի մոտ, փակեց աչքերը եւ լսեց իր սիրտը։ 5 րոպե անց նա բացեց աչքերը եւ ասաց Ռիմանին. Ես չեմ կարող հաստատել այս նախագիծը։ Իմ սիրտը ասում է ոչ։ Այդ որոշումը փրկեց Սևանա լճի ավազանը հնարավոր աղտոտումից, բայց իշխանության ֆիզիոլոգիան ունի նաև մութ կողմը։ Ըստ Ռիման Դեմիրճյանի հիշողության, Կարենի մարմինը սկսեց հիշել յուրաքանչյուր սխալ որոշումը։ Երբ նա կայացնում էր որոշում, որը հետագայում ապացուցվում էր սխալ, նրա սիրտը սկսում էր ցավել, ոչ թե մետաֆորիկ իմաստով, այլ իսկապես ֆիզիկական ցավ։ Մարինեն հիշում է մի դեպք 1979 թվականին, երբ Կարենը վերադարձավ տուն եւ անմիջապես պառկեց անկողին, բռնելով իր կրծքավանդակը։ Ռիմանը կանչեց բժշկի, բայց բժիշկը չգտավ ոչինչ անսովոր։ Կարենը պարզապես ասաց. Ես այսօր կայացրի սխալ որոշում։ Իմ սիրտը ինձ պատժում է։ Այս պատիժը դարձավ մշտական ուղեկից Կարեն Դեմիրճյանի կյանքում։ Նրա կինը պատմեց, որ յուրաքանչյուր անգամ, երբ Կարենը կայացնում էր որոշում, որը վնասում էր ինչ-որ մեկին, նրա սիրտը սկսում էր անկանոն բաբախել։ Եվ ամենատարօրինակը, այդ անկանոն բաբախումները տևում էին ճիշտ այնքան ժամանակ, որքան տևում էր այն մարդու տառապանքը, ում վնասել էր որոշումը։ Կարենի սիրտը դարձել էր մի տեսակ սեյսմոգրաֆ, գրանցելով յուրաքանչյուր ցավը, որը նա պատճառել էր։ Բայց թերևս ամենադիվանագիտական էր այն, ինչ Ռիման պատմեց Նունե Ավագյանին իր վերջին հանդիպման ժամանակ։ Նա հայտնեց, որ 1988 թվականին, երբ Կարենը հեռացվեց Հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարուհարի պաշտոնից, Ղարաբաղյան շարժման ճնշման պատճառով նրա սիրտը ազատվեց։ Այդ օրը, երբ Կարենը վերադարձավ տուն եւ պատմեց Ռիմանին, որ նա այլևս առաջին քարտուղար չէ, նա դրեց ձեռքը իր կրծքավանդակի վրա եւ ասաց. Իմ սիրտը այլևս չի ցավում։ Նրա կինը հիշում է, որ այդ պահին նա զգաց երկու հակասական զգացում. ուրախություն, որ Կարենը ազատվել է այդ բեռից, եւ վախ, որ այդ ազատումը կարող է նշանակել ինչ-որ բան ավելի վատը։ Եվ իրոք, 1988 թվականից 1999 թվական, դրանք էին այն տարիները, երբ Կարենը ապրում էր առանց իշխանության ֆիզիոլոգիայի։ Նրա սիրտը բաբախում էր նորմալ, նա քնում էր լավ, նա չէր զգում այդ մշտական ճնշումը։ Բայց Ռիմանը նկատեց մի այլ փոփոխություն։ Կարենը սկսեց կորցնել իր ներքին կողմնացույցը։ Այն կողմնացույցը, որը նրան ասում էր, ինչ որոշում է ճիշտ եւ ինչը սխալ։ Ըստ նրա խոսքերի, երբ Կարենը կորցրեց իշխանությունը, նա կորցրեց նաեւ իր սրտի ձայնը։ 1998 թվականին Կարեն Դեմիրճյանը հիմնեց Ժողովրդական կուսակցություն։ 1999 թվականի մայիսի 30-րդին նա ընտրվեց ազգային ժողովի падգամավոր։ Հունիսի 10-րդին նա դարձավ ազգային ժողովի նախագահ։ Եվ Ռիմանը նկատեց, որ Կարենի սիրտը կրկին սկսեց խոսել, բայց այս անգամ ձայնը տարբեր էր։ Այն ավելի շտապ էր, ավելի անհանգիստ։ Նրա խոսքերով. ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է։ Կարենի սիրտը ասում էր, որ վտանգ է մոտենում։ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին, մեկ օր առաջ, քան ահաբեկչական հարձակումը պարլամենտում, Կարեն Դեմիրճյանը արթնացավ ժամը 3-ին գիշերը։ Նա նստեց անկողնում եւ դրեց ձեռքը իր կրծքավանդակի վրա։ Ռիման արթնացավ եւ հարցրեց. «Ինչ է պատահել»։ Կարենը պատասխանեց. «Իմ սիրտը բաբախում է 200 անգամ րոպեում։ Դա երբեք չի եղել նախկինում»։ Ռիմանը ուզում էր կանչել բժշկի, բայց Կարենը ասաց. Ոչ, դա ոչ թե հիվանդություն է։ Դա նախազգուշացում է։ Հաջորդ օրը հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանը գնաց պարլամենտ։ Ռիմանը հիշում է, որ նախքան հեռանալը Կարենը դարձավ նրա կողմն ու ասաց. Եթե ինչ-որ բան պատահի ինձ, դու պետք է իմանաս, իմ սիրտը ինձ նախազգուշացրեց։
Դա վերջին անգամն էր, երբ Ռիմանը տեսավ Կարենին կենդանի։ Երբ Ռիման Դեմիրճյանը պատմեց այս պատմությունը Նունե Ավագյանին, նա ավելացրեց մի վերջին մանրամասնություն։ Նա ասաց, որ երբ նրան տեղեկացրին Կարենի մահվան մասին, նա անմիջապես դրեց ձեռքը իր սեփական կրծքավանդակի վրա։ Եվ նա զգաց, որ իր սիրտը բաբախում է ճիշտ նույն ռիթմով, ինչ Կարենիսի սիրտը բաբախում էր այդ վերջին գիշերը 200 անգամ րոպեում։ Այդ պահից սկսած Ռիման Դեմիրճյանի սիրտը երբեք չվերադարձավ իր նորմալ ռիթմին։ Նա ապրեց 22 տարի այդ անկանոն բաբախումներով, կարծես նրա սիրտը շարունակում էր կրել այն բեռը, որը Կարենը թողել էր։ 2022 թվականի հունիսին, 6 ամիս անց Ռիման Դեմիրճյանի մահից, Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը պաշտոնապես երբեք չի հրապարակվել։ Արխիվավար Արմեն Խաչատրյանը, ով 30 տարի աշխատել էր այդ արխիվում, հայտնաբերեց մի փաստաթուղթ, որը ըստ բոլոր տրամաբանական կանոնների չպետք է գոյություն էր։ Փաստաթուղթը կրում էր համարը ՀՀԱ 19999 102 7KD 03 եւ թվագրված էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ով։ Բայց ամենատարօրինակը փաստաթուղթը կազմվել էր ժամը 12-ին կեսօրին։ Ճիշտ 3 ժամ առաջ, քան ահաբեկչական հարձակումը պարլամենտում, որը տեղի ունեցավ ժամը 3-ին կեսօրից հետո։ Փաստաթուղթը պարունակում էր Կարեն Դեմիրճյանի բժշկական ստուգման արձանագրություն, կատարված Էրեբունի բժշկական կենտրոնում։ Արմեն Խաչատրյանը, ով հարցազրույց տվեց մի փակ հետազոտական խմբի, ասաց, որ երբ նա առաջին անգամ տեսավ այս փաստաթուղթը, նա մտածեց դա սխալ է։ Ինչպես կարող էր Կարեն Դեմիրճյանը լինել բժշկական կենտրոնում ժամը 12-ին կեսօրին, երբ նա պետք է լիներ պարլամենտում։ Բայց երբ Արմենը ստուգեց փաստաթղթի իսկությունը, նա հայտնաբերեց, որ դա իսկական փաստաթուղթ է, ստորագրված 3 բժշկի կողմից եւ կնքված Էրեբունի բժշկական կենտրոնի պաշտոնական կնիքով։ Փաստաթուղթը պարունակում էր հետևյալ տեղեկությունները. Կարեն Դեմիրճյանը ներկայացել է բժշկական կենտրոն ժամը 11-ին առավոտյան, բողոքելով կրծքավանդակի ցավերից։ Բժիշկները կատարել են էլեկտրակարդիոգրամ եւ հայտնաբերել են անկանոն սրտի ռիթմ 200 բաբախում րոպեում։ Բժիշկները խորհուրդ են տվել Կարեն Դեմիրճյանին մնալ հիվանդանոցում դիտարկման տակ, բայց նա հրաժարվել է, ասելով, որ նա ունի կարևոր հանդիպում պարլամենտում։ Փաստաթղթի վերջում գրված է. Հիվանդը հեռացել է բժշկական կենտրոնից ժամը 12-ին կեսօրին, չնայած բժիշկների նախազգուշացումներին։ Արմեն Խաչատրյանը ասաց, որ երբ նա ավելի խորը ուսումնասիրեց այս փաստաթուղթը, նա հայտնաբերեց մի այլ տարօրինակ մանրամասնություն։ Փաստաթղթի 3-րդ էջը, որը պետք է պարունակեր այցելուների ցանկը, այն մարդկանց անունները, ովքեր ներկա էին Կարեն Դեմիրճյանի հետ բժշկական կենտրոնում, բացակայում էր։ Էջի տեղում կար միայն մի փոքր անցք, կարծես ինչ-որ մեկը հանել էր այն շատ զգուշորեն։ Բայց ավելի տարօրինակ էր այն, որ երբ Արմեն Խաչատրյանը փորձեց գտնել այլ փաստաթղթեր, որոնք կարող էին հողեին հաստատել այս տեղեկությունը, նա հայտնաբերեց, որ Էրեբունի բժշկական կենտրոնի պաշտոնական գրանցամատյանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համար չկա ոչ մի գրառում Կարեն Դեմիրճյանի այցելության մասին։ Կարծես այդ այցելությունը երբեք չի եղել։ Բայց փաստաթուղթը գոյություն ուներ իր բոլոր ստորագրություններով եւ կնիքներով։ Արմեն Խաչատրյանը որոշեց հետազոտել ավելի խորը։ Նա գտավ այն 3 բժիշկներին, ովքեր ստորագրել էին փաստաթուղթը։ Առաջին բժիշկը Դավիթ Սարգսյանը մահացել էր 2005 թվականին։ Երկրորդ բժիշկը Անահիտ Գրիգորյանը տեղափոխվել էր Ռուսաստան 2003 թվականին եւ կորցրել էր կապը Հայաստանի հետ։ Երրորդ բժիշկը Վարդան Ավետիսյանը դեռ ապրում էր Երևանում։ Արմենը գտավ նրան եւ հարցրեց այդ փաստաթղթի մասին։ Վարդան Ավետիսյանը, ով այժմ 85 տարեկան է, հարցազրույց տվեց Արմեն Խաչատրյանին 2022 թվականի հուլիսին։ Նա ասաց, որ հիշում է այդ օրը շատ հստակ։ Կարեն Դեմիրճյանը իրոք եկել էր Էրեբունի բժշկական կենտրոն ժամը 11-ին առավոտյան։ Նա բողոքվում էր կրծքավանդակի ցավերից եւ խնդրել էր անմիջական ստուգում։ Բժիշկները կատարել էին էլեկտրակարդիոգրամ եւ հայտնաբերել էին, որ նրա սիրտը բաբախում է անկանոն 200 անգամ րոպեում։ Բայց Վարդան Ավետիսյանը պատմեց մի այլ մանրամասնություն, որը չէր գրված փաստաթղթում։ Նա ասաց, որ երբ բժիշկները խորհուրդ տվեցին Կարեն Դեմիրճյանին մնալ հիվանդանոցում, նա հրաժարվեց, ասելով. Ես գիտեմ, որ այսօր ինչ-որ բան կպատահի, բայց ես պետք է լինեմ այնտեղ։ Վարդան Ավետիսյանը հիշում է, որ այդ բառերը նրան շատ տարօրինակ թվացին։ Ինչպես կարող էր Կարեն Դեմիրճյանը իմանալ, որ ինչ-որ բան կպատահի։ Վարդան Ավետիսյանը նաև հիշում է, որ Կարեն Դեմիրճյանի հետ էր մի կին, նրա կինը Ռիման Դեմիրճյանը։ Դա նստած էր սպասասրահում եւ սպասում էր։ Երբ Կարենը դուրս եկավ բժշկական սենյակից, Ռիմանը մոտեցավ նրան եւ ասաց մի բան, որը Վարդան Ավետիսյանը լսեց պատահականորեն։
Դու չպետք է գնաս այնտեղ այսօր։ Կարենը պատասխանեց. Ես պետք է։ Դա իմ պարտքն է։ Այս խոսակցությունը ստիպում է վերանայել ամեն ինչ, ինչ մենք գիտենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի մասին։ Երբ Ռիման Դեմիրճյանը գրեց այն վերջին տողերը Էրեբունի բժշկական կենտրոնում 20 րոպե առաջ իր մահից, նա գիտեր, որ այդ բառերը պետք է գտնեն իրենց ճանապարհը։ Բայց ով էր այն մարդը, ում համար նա թողեց այդ հաղորդագրությունը։ Եվ ինչու այդ թուղթը անհետացավ նրա գրպանից, մինչև նրա մարմինը հասնելը մորգ։ Մարինեն, տնային աշխատողը, ով 22 տարի ծառայել էր Դեմիրճյանների տանը, պատմեց մի պատմություն, որը նա երբեք չէր պատմել ոչ ոքի, մինչև 2022 թվականի օգոստոսը։ Նա ասաց, որ 2019 թվականի մայիսին, երբ այն իրավաբանը այցելեց Ռիման Դեմիրճյանին եւ բերեց կարմիր թղթապանակը, նա նաեւ բերեց մի փոքր մետաղական տուփ։ Այդ տուփը Ռիման Դեմիրճյանը դրեց իր անձնական պահարանում, այն հին փայտե պահարանում, որը կանգնած էր նրա ննջասենյակում։ Մարինեն հիշում է, որ 2 օր անց, երբ նա մաքրում էր Ռիման Դեմիրճյանի սենյակը, Նա պատահականորեն տեսավ, թե ինչպես է Ռիմանը բացում այդ մետաղական տուփը։ Ներսում կար մի փոքր սև նոթատետր, նույնը, որի մասին Անսերմ Սարգսյանը պատմել էր։ Բայց Մարինեն տեսավ ավելին։ Նա տեսավ, որ այդ նոթատետրի առաջին էջում գրված էր մի նախադասություն Կարեն Դեմիրճյանի ձեռագրով։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մեկել եմ, բայց ճշմարտությունը երբեք չի մեռնի։ Այս նախադասությունը բացահայտում է, որ Կարեն Դեմիրճյանը գիտեր իր մահվան մասին նախապես։ Բայց ինչպես։ Եվ ինչու նա չփորձեց կանխել այն։ Մարինեն պատմում է, որ երբ Ռիման Դեմիրճյանը կարդաց այդ նախադասությունը, նա սկսեց լալ, առաջին անգամ 22 տարվա ընթացքում։ Նա լաց էր լինում 30 րոպե, լռելիային, իսկ Մարինեն կանգնած էր դռան մոտ, չգիտենալով թե ինչ անել։ Բայց ամենակարևորը, Մարինեն տեսավ, որ այդ սև նոթատետրում կային ևս 17 էջ, լցված Կարեն Դեմիրճյանի ձեռագրով։ Նա չկարողացավ կարդալ դրանք, բայց նա տեսավ, որ վերջին էջում գրված էր մի ամսաթիվ՝ 1999 թվականի հոկտեմբերի 26։ Մեկ օր առաջ, քան ահաբեկչական հարձակումը։ Արդյոք Կարեն Դեմիրճյանը գրել էր այդ նոթատետրը իր մահից մեկ օր առաջ։ Եթե այո, ապա ինչու։ Եվ ինչ էր գրված այնտեղ։ Մարինեն ասում է, որ 2021 թվականի դեկտեմբերի 19-ը, երբ շտապ օգնությունը տարավ Ռիման Դեմիրճյանին հիվանդանոց, նա տեսավ, Թե ինչպես է Ռիմանը վերցնում այդ սև նոթատետրը եւ դնում իր ձեռքի պայուսակի մեջ։ Բայց երբ Մարինեն գնաց հիվանդանոց հաջորդ օրը, Ռիման Դեմիրճյանի մահից հետո, այդ պայուսակը դատարկ էր։ Նոթատետրը անհետացել էր։ Ով վերցրեց այդ նոթատետրը։ Արդյոք դա էր այն իրավաբանը, ով այցելել էր Ռիման Դեմիրճյանին 2019 թվականին։ Եթե այո, ապա ինչու։ Եվ ամենակարևորը, ուր է այդ նոթատետրը հիմա։ Արմեն Խաչատրյանը, արխիվավարը, ով հայտնաբերել էր այն տարօրինակ բժշկական փաստաթուղթը, որոշեց շարունակել իր հետազոտությունը։ Նա սկսեց փնտրել այլ փաստաթղթեր, որոնք կարող էին կապված լինել Կարեն եւ Ռիման Դեմիրճյանների հետ։ Եվ նա հայտնաբերեց մի ամբողջ ցանց փաստաթղթեր, որոնք պաշտոնապես երբեք չէին գոյություն։ 2022 թվականի սեպտեմբերին Արմենը գտավ մի այլ փաստաթուղթ, թվագրված 1998 թվականի մարտի 12-ով։ Այս փաստաթուղթը պարունակում էր Ռիման Դեմիրճյանի ստորագրությունը եւ վերաբերում էր մի ֆինանսական գործարքի, որը կատարվել էր Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի անունից։ Գործարքը վերաբերում էր մի խոշոր գումարի փոխանցմանը դեպի անհայտ ստացող, գրանցված Շվեյցարիայում։ Բայց ամենատարօրինակը, այդ գործարքը կատարվել էր այն շրջանում, երբ Կարեն Դեմիրճյանը պատրաստվում էր վերադառնալ քաղաքականություն եւ հիմնել ժողովրդական կուսակցություն։ Արդյոք այդ գումարը օգտագործվել էր նրա քաղաքական վերադարձի ֆինանսավորման համար։ Եթե այո, ապա ով էր այն մարդը կամ կազմակերպությունը, որը ստացել էր այդ գումարը։ Արմեն Խաչատրյանը փորձեց գտնել ավելի շատ տեղեկություններ այդ գործարքի մասին։ Նա դիմեց Շվեյցարիայի բանկային համակարգին, բայց ստացավ պատասխան, որ այդպիսի գործարք երբեք չի գրանցվել։ Կարծես այդ փաստաթուղթը խոսում էր մի գործարքի մասին, որը երբեք չի տեղի ունեցել։ Բայց փաստաթուղթը գոյություն ուներ իր բոլոր ստորագրություններով եւ կնիքներով։ Արմենը որոշեց հետազոտել ավելի խորը։ Նա սկսեց ուսումնասիրել Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, եւ նա հայտնաբերեց մի տարօրինակ օրինաչափություն։ Յուրաքանչյուր տարի, սկսած 1998 թվականից մինչև 2021 թվական, հիմնադրամը փոխանցում էր մի որոշակի գումար դեպի անհայտ ստացող։ Գումարը միշտ նույնն էր՝ $100,000, եւ փոխանցումը միշտ կատարվում էր նույն ամսաթվին՝ հոկտեմբերի 27-ին։
Այս հայտնաբերությունը ստիպեց Արմեն Խաչատրյանին մտածել, թե արդյոք Ռիման Դեմիրճյանը վճարում էր ինչ-որ մեկին։ Եթե այո, ապա ինչու։ Եվ ով էր այդ մարդը, ով ստանում էր այդ գումարը յուրաքանչյուր տարի։ Ճիշտ Կարեն Դեմիրճյանի մահվան օրը։ Արմենը որոշեց գտնել այն մարդկանց, ովքեր աշխատել էին Կարեն Դեմիրճյան բարեգործական հիմնադրամում։ Նա գտավ 3 նախկին աշխատակիցների՝ Լուսինե Պետրոսյանին, Արման Գևորգյանին եւ Նարինե Հակոբյանին։ Բոլորը համաձայնեցին հարցազրույց տալ, բայց միայն անանուն։ Լուսինե Պետրոսյանը, ով աշխատել էր հիմնադրամում 2005 թվականից մինչև 2012 թվական, պատմեց, որ Ռիման Դեմիրճյանը միշտ անձամբ էր վերահսկում այդ տարեկան փոխանցումները։ Նա երբեք չէր թույլ տալիս, որ ուրիշ ինչ-որ մեկը տեսներ այդ փաստաթղթերը։ Լուսինեն հիշում է, որ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 26-ին Ռիման Դեմիրճյանը գալիս էր հիմնադրամ եւ փակվում էր իր գրասենյակում 3 ժամով։ Նա ինքը էր պատրաստում փոխանցման փաստաթղթերը եւ ինքը էր ստորագրում դրանք։ Արման Գևորգյանը, ով աշխատել էր հիմնադրամում 2012 թվականից մինչև 2019 թվականի մայիս, պատմեց մի այլ տարօրինակ մանրամասնություն։ Նա ասաց, որ 2015 թվականին նա պատահականորեն տեսավ այն փաստաթուղթը, որը Ռիման Դեմիրճյանը պատրաստում էր տարեկան փոխանցման համար։ Փաստաթղթում գրված էր ստացողի անունը՝ Վահագն Սարգսյան։ Բայց երբ Արմանը փորձեց գտնել այդ անունը Հայաստանի քաղաքացիների ռեեստրում, նա հայտնաբերեց, որ այդպիսի անունով մարդ չկա։ Նարինե Հակոբյանը, ով փոխարինել էր Արմանին եւ աշխատել էր հիմնադրամում 2019 թվականի հունիսից մինչև 2021 թվական, պատմեց ամենադիվանագիտական պատմությունը։ Նա ասաց, որ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին, մեկ օր առաջ, քան Ռիման Դեմիրճյանը զգաց վատ եւ տեղափոխվեց հիվանդանոց, նա եկավ հիմնադրամ եւ պատրաստեց վերջին փոխանցման փաստաթուղթը։ Բայց այս անգամ նա արեց մի բան, որը երբեք չէր արել նախկինում։ Նա տվեց Նարինեին մի փակ ծրար եւ ասաց. «Եթե ինձ ինչ-որ բան պատահի, դու պետք է փոխանցես այս ծրարը այն մարդուն, ով կգա եւ կասի. Սպիտակ աղավնին վերադարձավ»։ Նարինեն պահեց այդ ծրարը 2 ամիս, բայց ոչ ոք չեկավ։ 2022 թվականի փետրվարի 12-ին նա որոշեց բացել ծրարը։ Ներսում կար մի նամակ, գրված Ռիման Դեմիրճյանի ձեռագրով։ Նամակը սկսվում էր այսպես. «Եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մեկել եմ, եւ նա երբեք չեկավ։ Դա նշանակում է, որ նա նույնպես մեկել է»։ Ով էր այդ նա։ Արդյոք դա էր այն Վահագն Սարգսյանը, ում անունը գրված էր փոխանցման փաստաթղթերում։ Եթե այո, ապա ով էր նա իրականում։ Եվ ինչու Ռիման Դեմիրճյանը վճարում էր նրան յուրաքանչյուր տարի 22 տարի անընդմեջ։ Նարինեն շարունակեց կարդալ նամակը։ Հաջորդ պարբերությունը բացահայտում էր ավելին։ Նա էր այն մարդը, ով փրկեց Կարենի կյանքը 1988 թվականին, բայց նա չկարողացավ փրկել նրան 1999 թվականին։ Ես վճարում էի նրան ոչ թե որպես պարգև, այլ որպես պարտք, որը երբեք չէի կարող մարել։ Այս նախադասությունը բացահայտում է, որ Կարեն Դեմիրճյանի կյանքը սպառնալիքի տակ էր եղել արդեն 1988 թվականին, 8 տարի առաջ, քան նա սպանվեց։ Բայց ով էր սպառնացել նրան։ Եվ ով էր այն մարդը, ով փրկեց նրան։ Նունե Ավագյանը, ով վերջին անգամ տեսավ Ռիման Դեմիրճյանին 2021 թվականի դեկտեմբերի 19-ը, պատմեց, որ այդ հանդիպման ժամանակ Ռիմանը ասաց նրան ավելին, քան նա պատմել էր իր առաջին հարցազրույցում։ 2022 թվականի նոյեմբերին Նունեն համաձայնեց տալ երկրորդ հարցազրույց, այս անգամ ավելի մանրամասն։ Նունեն պատմեց, որ երբ Ռիման Դեմիրճյանը տեսավ այդ սպիտակ աղավնուն եւ ասաց նա եկել է ինձ համար, նա նաեւ ասաց մի այլ բան, որը Նունեն չէր հիշատակել առաջին հարցազրույցում։ Ռիմանը ասաց. «Ես գիտեի ամեն ինչ։ Ես գիտեի, որ Կարենին սպանելու են, բայց ես չկարողացա կանխել այն»։ Այս խոստովանությունը փոխում է ամեն ինչ։ Եթե Ռիման Դեմիրճյանը գիտեր Կարենի մահվան մասին նախապես, ապա ինչու նա չփորձեց կանխել այն։ Նունեն հարցրեց նույն հարցը։ Ռիմանը պատասխանեց. «Որովհետև Կարենը ինքը ընտրեց այդ ճանապարհը։ Նա գիտեր, որ եթե նա չգնա պարլամենտ այդ օրը, նրանք կգան մեր տուն, եւ ես էլ կմեռնեի նրա հետ»։ Այս պատասխանը բացահայտում է, որ Կարեն Դեմիրճյանը զոհաբերեց իր կյանքը, փրկելու համար իր կնոջ կյանքը։ Բայց ով էին նրանք, ովքեր սպառնացել էին Դեմիրճյանների ընտանիքին, եւ ինչու նրանք ուզում էին սպանել Կարենին։ Նունեն շարունակեց հարցնել։ Ռիմանը պատմեց, որ 1998 թվականին, երբ Կարենը հեռացվեց հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնից, նա ստացավ մի նամակ, անանուն։ Նամակում գրված էր. «Դու գիտես, չափազանց շատ։ Եթե դու փորձես վերադառնալ քաղաքականություն, մենք կսպանենք քեզ եւ քո ընտանիքին»։
Կարենը ցույց տվեց այդ նամակը Ռիմանին։ Նրանք երկուսով որոշեցին, որ Կարենը չի վերադառնա քաղաքականություն։ Նա դարձավ Արմէլեկտրոմաշինա բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն եւ ապրեց հանգիստ կյանք 5 տարի։ Բայց 1998 թվականին ամեն ինչ փոխվեց։ Ռիմանը պատմեց, որ 1998 թվականի փետրվարին Կարենը ստացավ մի այլ նամակ։ Այս անգամ նամակը պարունակում էր մի առաջարկ։ Մենք կպաշտպանենք քեզ, եթե դու վերադառնաս քաղաքականություն եւ անես այն, ինչ մենք ասում ենք։ Կարենը մերժեց այդ առաջարկը, բայց նամակները շարունակվեցին գալ ամեն ամիս միս մեկ անգամ։ 1998 թվականի հուլիսին Կարենը ստացավ մի նամակ, որը պարունակում էր մի սպառնալիք։ Եթե դու չվերադառնաս քաղաքականություն, մենք կսպանենք քո որդիներին։ Այդ սպառնալիքը ստիպեց Կարենին փոխել իր որոշումը։ Նա հիմնեց ժողովրդական կուսակցություն 1998 թվականի օգոստոսին։ Բայց Ռիմանը պատմեց, որ Կարենը գիտեր, դա ծուղակ է։ Նա գիտեր, որ երբ նա վերադառնա քաղաքականություն, նրանք կսպանեն նրան։ Բայց նա ընտրեց այդ ճանապարհը, որովհետև դա միակ ճանապարհն էր փրկելու իր ընտանիքին։ Նունեն հարցրեց. բայց ինչու նրանք ուզում էին սպանել Կարենին։ Ռիմանը պատասխանեց. որովհետև Կարենը գիտեր մի գաղտնիք, որը կարող էր քանդել ամբողջ համակարգը, եւ նրանք վախենում էին, որ նա կբացահայտի այդ գաղտնիքը։ Ինչ գաղտնիք, հարցրեց Նունեն։ Ռիմանը լռեց 2 րոպե, ապա նա ասաց. Կարենը գիտեր, թե ով իրականում կառավարում էր Հայաստանը 1974 թվականից մինչև 1988 թվական, եւ դա ոչ թե նա էր։ Այս բացահայտումը ցնցող է։ Եթե Կարեն Դեմիսճյանը, հայկական Լենինյան կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարը, չէր իրականում կառավարում Հայաստանը, ապա ով էր կառավարում։ Եվ ինչու այդ գաղտնիքը այդքան վտանգավոր էր։ Ռիմանը շարունակեց. Կարենը պատմեց ինձ այդ գաղտնիքի մասին 1999 թվականի հոկտեմբերի 26-ին։